ինչ պատճառներով այդքան պակաս մուտքագրվել է։ Հաջորդ հարցը ավտոներկրողների հետ կապված։ Տեսեք, դուք ասում եք, որ դա էապես ազդել է եւ իսկապես էապես ազդել է մուտքերի վրա այդ ոլորտի այսպես կոչված տրանսֆորմացիան։ 24 թվականին երբ որ քննարկում էինք համանման զեկույց 23 թվականի համար, ասում էին, որ այսպես կոչված աշխատանքների շնորհիվ լրացուցիչ մուտքագրվել է պետական բյուջե ավտոներկրողներից թաքցված, այսպես կոչված խաբեությամբ պահված գումարներ մոտ մի 40 միլիոն դոլարի չափով։ Այնինչ անցած տարվա հոկտեմբերի դրությամբ Վրաստանից միջինասիայով Ռուսաստան է գնացել մոտավորապես 1 միլիարդ դոլարի ավտոմեքենա եւ դրա ճնշող մեծամասնությունը եթե ոչ ամբողջովին արել են մեր հայ տնտեսվարողները, որոնք իրենց բիզնեսը տեղափոխել են Վրաստան։ Այդ արդյունքում Հայաստանի պետական բյուջե, ինչպես նաև դուք նշեցիք, ոչ թվաբանական իմաստով, այլ որակական իմաստով, Հայաստանի պետական բյուջեն չի ստացել ուղիղ մուտքերով մոտավորապես 300 միլիոն դոլար։ Հիմա ինչ որ բան անում եք դուք այդ ոլորտը առողջացնելու համար, ենթահարց եւ տեղյակ եք արդյոք այն հարյուրավոր գործերից, որ ՊԵԿ-ը տվել է քննչական